Այն բոլոր քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ կամ այլ դրդապատճառներ, իհարկե պետք է համաներումով, եթե արդեն վճռները կայացված է, կամ դատավճռները, կամ այդ լուծումը հաստատ տալու ենք։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվելու դեպքում խոստանում է համաներում հայտարարել։ Նա այս մասին խոսելիս շեշտել է այն գործերը, որ քաղաքական բաղադրիչ ունեն, որ գործերը նկատի ունեն, որոնք են համարում քաղաքական, վարչապետի պաշտոնին հավակնող ընդդիմադիր առաջնորդը փակագծեր չի բացել։ Եվ համաներումը, այո, մեծ համաներումը դա մեր ծրագրային դրույթ է։ Բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը, այդ ոնց եղավ, որ մի ամբողջ համակարգ սկսեց դակել նման կարգի գործեր։ Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբում մեկ անգամ համաներում հայտարարվեց։ Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոքել է եղել։ Ռոբերտ Քոչարյանի խոսքերից տպավորություն է, որ ընդդիմադիր ուժը հատկապես քաղաքական բնույթի քրեական գործերով է հետաքրքրված։ Նրա թիմակից դաշնակցական Գառնիկ Դանիելյանը հստակեցնում է, միայն քաղաքական գործերը նկատի չունեն, մարդասիրական մեծ համաներում են անելու։ Առաջարկի հեղինակներից մեկն էլ ինքն է։ Ես դրա մասին շատ եմ բարձրաձայնել եւ նաեւ ընկերների հետ, պատգամավորների հետ քննարկման ժամանակ այդ հասը բարձրացել եմ, որ անպայման նպատակահարմար եմ գտնում, որ համաներում հայտարարվի։ Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա կառավարման օրոք համաներում հայտարարվել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ։ Ինձ համար ուղղակի մի խայտառակ մի փաստ է, երբ SMS-ներով կարելի է ԲԴԽ-ի նախագահ ազատել, SMS-ով կարելի է քննչական կոմիտեի նախագահ ազատել, հակակոռուպցիոն եւ այլն, SMS-ով։ Այսօր հանրությունը տենց էլ չգիտի պատճառները որն են։ Վատ երազներ, կողքից ինչ որ բամբասանքեր, թե ինչ էր, ոչ մեկը պատճառները չգիտի, ոչ SMS գրողն է բացատրությունը տալիս։ Ոչ էլ այդ SMS-ով փախնողը իր պաշտոնական բանից էլի դիրքերից։ Ոչ մեկը բացատրություն չեն տալիս։ Հայաստանի նախկին ղեկավարը Փաշինյանին քննադատում է նաև ենթակաների հետ ոչ պատշաճ վարվելու համար, թե մեկ նամակով աշխատանքից հեռացնում է։ Քոչարյանի քննադատությունը զարմացրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, որ նրա կառավարման տարիները լավ հիշում է։ Այդ հրահանգավորված պետական կառավարման հիմքերը ըստ էության նրա ժամանակներից են դրվել եւ Փաշինյանը նրան լավագույն հաջորդներից կարող է համարվել։ Կոշտ պաշտոնավարումը, ցուցադրական կոշտ։ Իրավապաշտպան Հարությունյանը 2000-ականներին ընդդիմադիր ակտիվ գործիչ էր ու նրա կարծիքով Քոչարյանն էլ Փաշինյանն էլ ընդդիմախոսներին ու քննադատներին չեն հանդուրժում։ Լավ է, որ շեշտադրում եւ հիշեցնում է այդ մասին, բայց վատ է, որ ինքն է հիշեցնում, որովհետեւ էապես չի տարբերվել ինքը իշխանավորման իր ոճով Փաշինյանից։ Կոնկրետ օրինակներ, որ ենթականերին Քոչարյանն աշխատանքից մեկ հրահանգով ազատել է, իրավապաշտպան Հարությունյանը չհիշեց։ Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին որոշ օրինակներ կան Freedom House-ի 2007 թվականի զեկույցում։ 2003-ի ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության 200-ից ավելի կողմնակից էր դատապարտվել խուլիգանության ու չարտոնված ցույցերին մասնակցելու մեղադրանքով։ Իսկ հաջորդ տարի սկսված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն էր կիրառվել ջրցան մեքենաներով, մահակներով ու լուսաձայնային նռնակներով։ Այս իրադարձություններից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին քննել ընտրական խախտումներն ու քայլեր ձեռնարկել ֆիզիկական վատ վերաբերմունքն ու այլ չարաշահումները վերացնելու համար։